Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, տեսա բազմաթիվ մեղադրանքներ որոշ քաղաքագետների, քաղաքական գործիչների կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին այն բանի համար, որ գնացել է Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, եւ հիշեցի, որ այդ նույն քաղաքական գործիչները նախորդ անգամներում, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել է Ռուսաստանի Դաշնություն, կրկին մեղադրում էին, քննադատում էին, թե ինչու է գնացել, բայց դրանից հետո օրինակ որոշումներ կայացվեց, որ Զվարթնոցից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, Հայաստան-Իրան սահմանային անցակետից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերից ռուս զինվորականները ու սահմանապահները դուրս եկան։ Եվ դրանից հետո այդ հայանպաստ որոշումներից հետո, որոնք որ կայացվեցին Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումների արդյունքում, այս մեղադրողներից ոչ մեկ ներողություն չխնդրեց, ոչ մեկ պատասխանատվություն չունեն իրենց խոսքի նկատմամբ եւ չեն ասում օրինակի համար մենք սխալվել ենք, որ քննադատում էինք, մենք սխալվել ենք, որ մեղադրում էինք, թե ինչու է գնում Ռուսաստանի Դաշնություն, որովհետեւ պարզվեց, որ դրանք Հայաստանի Հանրապետության շահի համար են։ Մի կողմից դա, մյուս կողմից մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ ու պարենային լուրջ կախվածության մեջ է Ռուսաստանի Դաշնությունից եւ այն նույն քաղաքագետները կամ քաղաքական գործիչները, որոնք որ ասում են մեր ազգը տարիների ընթացքում սովորել է կարանք առանց գազ էլ լինենք, առանց հաց էլ լինենք, կպայքարենք եւ այլն, այդ նույն քաղաքական գործիչներից շատերը արտասահմանում ունեն տներ, ունեն մեծ հնարավորություններ եւ հարկ եղած դեպքում հանգիստ թողնելու են այստեղից գնալ, իսկ դժողը լինելու է ժողովուրդը։ Եվ իրենք պատասխանատվություն չեն կրում։ Իրենք ընդամենը քաղաքական միավորներ են փորձում վաստակել այս ամենից։ Եվ նույն ձև օրինակ այդ մարդիկ չեն զլանում ամեն անգամ միայն քննադատել, բացասական էներգիա փորձել արտադրել, ասենց ասեմ։ Նույն ձև Վրաստանին, երբ օրինակ մեղադրում են, ասում են Վրաստանի իշխանությունները, ռուսամետ իշխանություններ են եւ այլն։ Վրաստանը իր առջեւ ունի Ուկրաինայի օրինակը։ Վրաստանը ինքը չի ուզում այնպես ստացվի, որ ինքը եւս 100,000-ավոր զոհեր տա, տարածքի մեծ մասը կորցնի, որովհետեւ ինքը տեսնում է, որ աշխարհում դեռևս որևէ պետություն չի կարողանում, որևէ ուժ չի կարողանում Ռուսաստանին համոզել հետ կանգնել իր նպատակից։ Այն է Ուկրաինայի տարածքի մի զգալի հատվածը վերցնել, ստիպել Ուկրաինային, որպեսզի չմիանա Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին, եւ մենք դեռևս չգիտենք Ուկրաինայի ճակատագիրը ինչ է լինելու։ Մեր բախտը բերել է այնքանով, որ մենք Վրաստանի կամ Ուկրաինայի պես չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի Դաշնության հետ։ Բայց դա դեռևս երաշխիքներ չէ, որովհետև նույն տարածաշրջանն ենք Վրաստանի հետ, որովհետև մեծ կախվածություն ունենք։ Հարգելի հայրենակիցներ, ես այդ քաղաքական գործիչներին ոչնչով չեմ տարբերակում այն նույն քաղաքական գործիչներից, ովքեր որ պատրաստվում էին արևմտյան Հայաստան հետ բերել կամ Կարս Արդահան գնալ գրավել։ Վերջի վերջո մենք պետք է հասկանանք, որ որքան էլ որ հակառակորդը փորձի քեզ վնասել, դու պետք է փորձես ընդհանուր լեզու գտնել, որովհետև պատերազմի արդյունքում դա կլինի տնտեսական պատերազմ, ռազմական գործողություններ, թե ինչ ուզում է լինի, չենք շահելու, դրանից չենք շահելու, պետք է անընդհատ բանակցել, պետք է անընդհատ խոսել, պետք է անընդհատ ընդհանուր շահեր գտնել։ Վերջի վերջո նույնիսկ մեզ արևմտյան պետություններն են դա խորհուրդ տալիս։ Այնպես չէ, որ իրանք մեզ ասում են դուրս եկեք ՀԱՊԿ-ից, դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Իրենք շատ լավ հասկանում են ու իրենք պատասխանատվություն են կրում իրենց խոսքի համար, դրա համար ասում են մենք չենք կարա ձեզ խորհուրդ տանք, այս ինչ բանը անեք։ Այն ժամանակ արեք, երբ որ պատրաստ կլինեք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջ է տանում Հայաստանի Հանրապետության շահերը, չի ցանկանում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կանգնի շատ լուրջ խնդիրների առջև, եւ հենց այդ պատճառով էլ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում չհայտնվի ստիպողաբար միութենական պետության մեջ կամ որևէ ծանր իրավիճակում, պետք է անընդհատ խոսել, անընդհատ բանակցել, անընդհատ ընդհանուր շահեր գտնել
Հայաստանի շահը առաջ տանել, ինչպես արվել են նախորդ այցերի ընթացքում Ռուսաստանի Դաշնություն, երբ ռուս սահմանապահները դուրս եկան Զվարթնոցից, Իրանի հետ սահմանից, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերից, եւ առաջ տանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Սա է ամենը։ Եվ նորից եմ կրկնում, պետք չէ ընդամենը ուշադրություն դարձնել այն կեղծ հայրենասիրական խոսքերին, թե բա մենք կարանք ինչ ուզենք անենք, Եվրոպան մեր հետ է, ԱՄՆ-ն մեզ կպաշտպանի, Ռուսաստանը ով է, սա հենց ընենց, Ռուսաստանի Դաշնության հետ հաշվի են նստում բոլորը, եւ մենք պետք է ճիշտ բանակցությունների, ճիշտ քաղաքականության շնորհիվ փորձենք առաջ տանել մեր շահերը, որն էլ վերջին տարիներին բավականին մեծ հաջողությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, կհանդիպենք։